Հայ առաքելական եկեղեցին բացի տաղավար տոներից եւ սրբոց օրերից տարին մեկ անգամ հիշատակում է նաեւ հրեշտակներին։ Ըստ եկեղեցական տոնացույցի Սուրբ հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի եւ բոլոր երկնային զորքերի հիշատակությունը նշվում է Խաչի տոնի 8-րդ կիրակին հաջորդող շաբաթ օրը։ Նախորդին Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերկության եւ նախատոնակի կարգ իրականացրին Շիրակի թեմի հոգեվորականները, եզրափակելով այն միասնական աղոթքով։ Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետների եւ ամբողջ երկնային զորքերի տոնի նախատոնակներ եւ քանի որ տոնը նաեւ մեր թեմի առաջնորդի գերաշնորհ Միքայել Սրբազանի անվանակոչության օրն էր, հոգեվոր տեսուչ Նարեկ եպիսկոպոսի Ավակյանի օրհնությամբ միասնաբար մեկտեղվեցինք Առաջնորդանայիս եկեղեցում, որպեսզի միասնական աղոթքով մենք շնորհավորենք մեր Սրբազան հորը եւ մեր աղոթքով բնականաբար Աստծո զորակցությունը խնդրենք եւս մեկ անգամ, որպեսզի ամուր լինի այս դժվարին ժամանակաշրջանում։ Արդեն այսօր մատուցվել է Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետերի եւ ողջ երկնային զորքի հիշատակության Սուրբ Պատարագ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Գենդերային անհավասարությունը շարունակում է մնալ մարտահրավեր, անձնական ազատությունը, կրթության ընտրությունը եւ սեփական կյանքի որոշումների սահմանափակումները դեռևս տարածված են։ Այս խնդիրների լուծմանը միտված է Ալվան-Ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դու մենակ չես» ծրագիրը, որն իրականացվում է Գյումրիում։ Ծրագրում ընդգրկված են 25 երիտասարդ աղջիկներ Շիրակի մարզի տարբեր գյուղական համայնքներից։ Իրականացվել են երկօրյա դասընթացներ գենդերային հավասարության թեմայի շրջանակում, նաև նախատեսվել է արտ-թերապիա։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդ աղջիկների իրազեկվածությունը իրենց իրավունքների, գենդերային հավասարության եւ Հայաստանի գենդերային ռազմավարության վերաբերյալ։ Սա մի յուրահատուկ հնարավորություն է, որտեղ աղջիկները կարող են սովորել միմյանցից, լսել միմյանց, ծանոթանալ մեկը մյուսի մշակույթին եւ քննարկել հարցեր, որոնք ուզում են մեզ բոլորիս։ Սա հարթակ է, որտեղ մասնակիցները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունները եւ հանդես գալ որպես դրական փոփոխությունների նախաձեռնողներ։ Սովորել եմ խնդիրներին ճիշտ մոտեցում տալ եւ ամենակարևորը սովորել եմ թե ինչ է հենց այդ գենդերային հավասարությունը ասված է։ Պետք է adekvat դատենք հավասարությանը, քանի որ հիմնականում չեն տարբերում սեռ եւ գենդերը ասվածը, ինչը արդեն խնդիր է հանդիսանում հասարակության շփման հետ։ Մասնակիցները խմբերով ուսումնասիրել են իրենց համայնքներում առկա գենդերային խնդիրները եւ ձևակերպել առաջարկներ դրանց հաղթահարման ուղղությամբ։ Պետք է իրականացնեն խմբային աշխատանքներ, որոնք արդեն հոլովակների տեսքով պետք է ներկայացվի եւ դա կլինի մեր ծրագրի ամփոփիչ արդյունքը։ Դու մենակ չես ծրագիրն իրականացվում է կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության եւ հավասարության ծրագրի շրջանակում, որը Հայաստանում իրականացվում է ԻՄԻ նախաձեռնություններ հիմնադրամի SAFE-ու հարթակի կողմից։ Այդտեղ որ մենք ըստ էության չենք հասնում, մենք որպես SAFE-ու, որպես Impact Innovation ինստիտուտ, բայց մեր գործընկեր համայնքային կառույցների միջոցով կարող ենք մեր առաքելությունը հասցնել նաև այդ համայնքներ եւ նաև ազգային փոքրամասնություններ։ Գենդերային խնդիրները հաճախ մնում են անտեսված կամ չխոսված։ Դու մենակ չես ծրագիրը ոչ միայն կրթում է, այլև ձևավորում է նոր մտածողություն, այն աղջիկներին տալիս է վստահություն ճանաչելու իրենց իրավունքները, պաշտպանելու սեփական սահմանները եւ առաջնորդվելու սեփական ընտրությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշին։ Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեությանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական եւ զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում, նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում երիտասարդների ու մասնագետների համար ստանալու միջազգային որակի մասնագիտական կրթություն առանց երկիրը լքելու։ Ակադեմիան հիմնվել է
աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Վարչապետը բարձր է գնահատել ներդրումային ծրագրերի իրականացումը երկրի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համատեքստում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կառավարության պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր մարզեր և տեղում ծանոթանում բնակիչների խնդիրներին։ Հերթական այցի համար ընտրվել էր Տավուշի մարզը։ Պատգամավորները նախ եղան Դիլիջանում։ Գետափնյա փողոցում ծանոթացան ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքներին, զրուցեցին բնակիչների հետ։ Գոհեք աշխատանքի։ Հա, մի հատ է զրուցարան, բիսեդկա ստե, չէ՞։ Հա, պետք է հնարավոր որ շարք է հարցալ։ Մեր շնորհակալությունը վարչապետին կհայտնենք։ Ապրեք, անպայման կփոխանցենք։ Լավ է։ Պատգամավորները Գետափնյա փողոցում մասնակցեցին նաև Եղևնիների տնկման աշխատանքներին։ Տվյալ փողոցում աշխատանքները սկսվել է մոտավորապես մայիս-ապրիլ ամիսներին, 2.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է, ասֆալտապատվում է, մայթերն է հիմնանորոգվում և շենքի բակերով ամբողջությամբ ասֆալտապատվում է, ընդհանուր 895 միլիոն դրամ արժողությամբ, որի 536 միլիոնը համայնքի մասնաբաժինն է, մնացածը պետության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների այցը Տավուշի մարզ շարունակվեց Կիրանցում։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են ու բարձր քողարկող պատեր։ Զարգացնելու ենք այդ խաղաղությունը, ավելի ենք ամրապնդելու։ Մենք մեր գործընկերների հետ հիմա եկել ենք այստեղ, շրջելու ենք Կիրանցում, Ոսկեպարում եւ այցելելու ենք բոլոր այն հատվածները, որտեղ որ տարբեր ծրագրեր են իրականացվում կառավարության կողմից։ Կիրանցի նորակառույց դպրոցն է նախատեսված 100 աշակերտի համար։ 2 տարի տևած շինարարությունից հետո 2024-ի նոր ուսումնական տարին Կիրանցի 34 աշակերտի համար մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված մեծ մարզադահլիճով, լաբորատորիայով, հետաքրքիր լուծումներով գրադարանով, հանդիսությունների դահլիճով ու ընդարձակ դասասենյակով լուսավոր դպրոցում։ Այս տարի աշակերտների քանակն աճել է, այս պահին դպրոցում սովորում է 42 աշակերտ։ Հիմա այս մեկը ավելի լավն է, չէ՞։ Հա, ինչ լավ է։ Ապրեք, դեռ Սեզինա, լավ կսովորենք ստեղ։ Ընտեղ նստանները քիչ է, սեն շատ է։ Ամբողջ օրը, որ դասամիջոցա լինում, գնում ենք, ընտեղ բանկադա ենք խաղում, հեն տալու։ Գալիս ենք ֆիզկուլտ ենք անում, լիքը խաղեր ենք խաղում, դաս ենք անում։ Կիրանցին հարևան Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին է ակտիվ վերանորոգման փուլում։ Սահմանազատման օրերին այս եկեղեցու շուրջ կրքերը չէին հանդարտվում։ Սահմանազատումից հետո հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանային սյուներից այս կողմում է և բաց է այցելուների համար։ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորները Տավուշում այցելեցին նաև Բերքաբեր։ Բերքաբերում կառավարության 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն։ Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմում սահմանել էր, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 միլիոն դրամի չափով։ Եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում։ Գյուղում 110 տուն, եթե չեմ սխալվում, նորը կառուցվել է արդեն։ Ավելի շատ նոր տուն կա, քան հինը, էլի։ Իսկ հիմնական երիտասարդներն են օգտվում ծրագրից։ Հա, երիտասարդները։ Չէ, չեն լքել։ Գյուղատնտես ցավ են զբաղվում, տարբեր փոքր արտադրամասեր կա։ Մենք մեր սեփական մաշկի վրա զգում ենք այդ խաղաղությունը, որ ոչ մի անգամ չենք զգացի, համ ֆիզիկապես ենք զգում, համ հոգեպես ենք զգում։ Դե ժամանակ կրակում էին, մտածում էր նենց անես, որ չմեռնես։ Հիմա չկա այդ խնդիրը։ Իսկ հոգեպես այնա, որ հանգիստ ապրում ես քեզ համար, գիշերը քնում ես։ Կրակոցի ձայն էլ չկա, էլի։ Աշխատանքի բերումով տարբեր տեղեր եմ եղել։ Վրաստանում եմ եղել, Ռուսաստան, Եվրոպա եմ եղել, բայց չեմ լքել գյուղը, միշտ ստեղ եմ եղել։ Չունենք այդ խնդիր, կառավարությունը ամեն ինչ արել է։ Դες մանր բաներ կա, ասենք հետագայի զարգացման համար, օրինակ լողափը որ ունենք,
ցանկալի կլներ ավելի մեծացնեինք, որովհետև շատանում են արդեն այդպես խնդիր կա տարածքի հետ կապված։ Ամփոփելով Տավուշ կատարած այցը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրներն իրենց համար նորություն չէր։ Հիմնական նպատակը գետնի վրա մարդկանց խնդիրները լսելը, կատարված աշխատանքը արձանագրելը, կատարված աշխատանքի շարունակականությանը հետևելն էր։ Մարդկանց առօրյա կենցաղային են աշխատատեղեր, բնականաշինության հետ կապված հարցեր, այնտեղ որտեղ որ բնականաշինություն կա, մարդկանց հետաքրքրում է կոմունիկացիաների հարցերը համապատասխան, հատկապես Տավուշում, հատկապես Կիրանց, Ոսկեպար, Բերքաբեր համայնքներում մեր այցելության եւ քաղաքացիների հետ շփման ընթացքում մենք արձանագրեցինք, որ մարդիկ միանշանակ գոհ են եւ պաշտպանում են խաղաղության օրակարգը եւ ասում են, որ խաղաղությունը այն մեծ հնարավորությունն է, որը մեզ թույլ է տալու, որպեսզի մենք լուծենք մեր բոլոր առօրյա խնդիրները։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ շարունակելու են իրենց վերահսկողական գործառույթն իրականացնել, այցելելով Հայաստանի տարբեր մարզեր, տեղում համոզվելու, որ բարձրաձայնված խնդիրները ստացել են լուծումներ։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ղեկավարման 1 տարին ամփոփել է նախարարության եւ ենթակա մարմինների ղեկավար կազմի աշխատակիցների հետ։ Նոր ձևաչափով հանդիպում քննարկմանը նախարարն անդրադարձել է ոլորտային բարեփոխումներին, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին։ Նախարարը խոսել է բարեվարկ ծառայողի կերպարից, դատարանների բեռնաթափումից, կոռուպցիայի դեմ պայքարից եւ ազդարարման ինստիտուտից, ինչպես նաեւ պրոբացիայի ու քրեակատարողական ոլորտի բարեփոխումներից։ Հնարավոր է փոխել որոշ բաներ, եթե կա կամք, ցանկություն եւ եթե կա ձգտում աշխատելու եւ ինչ-որ առումով պայքարելու։ Երբ որ խոսում ենք ինչ-որ բաներ փոխելու մասին, ամենաբարդը մարդկանց եւ նրանց գիտակցությունը, անգլերեն ասած mindset-ը փոխելն է եւ ես հասկացել եմ, որ առաջնահերթ մեր խնդիրը իրականում մեր մոտեցումները, մեր ընկալումները փոխելն է եւ հետո աշխատելն է այլ մարդկանց ընկալումների հետ։ Ընկալումների մասին խոսելիս առաջին հերթին միշտ տարիներ շարունակ ծեծված հարցն է իմ մտքին գալիս։ Արդարադատության նախարարություն։ Ինչ է անում արդարադատության նախարարությունը։ Վերջերս մենք առիթ ունեցանք խոսելու այն մասին, թե ինչ է անում արդարադատության նախարարությունը նաև ազգային ժողովում, բայց իմ ընկալմամբ ամեն դեպքում դեռ չունենք այն լիարժեք պատկերացումը, որը որ համապատասխանում է իրականությանը արդարադատության կողմից իրականացված գործառույթների, եւ պատճառներից մեկը գուցե այն է, որ մենք ինքներս լավ տեղ չենք հասցնում հանրությանը, թե ինչ է նշանակում արդարադատության նախարարություն եւ ինչով է զբաղվում ի վերջո արդարադատության նախարարությունը։ Այստեղ հավաքված բոլոր մարդիկ իհարկե շատ լավ գիտեն նախարարության գործառութային առաքելությունը, ենթակա մարմինների առաքելությունը, լիազորությունների շրջանակը եւ այլն, բայց մենք այստեղ հավաքված մարդկանցով քիչ չենք եւ մենք պետք է պատասխանատվություն ունենանք մեր շրջապատներում, մեր ընտանիքներում, մեր միկրոսոցիալական միջավայրերում տարածել այն տեղեկությունները, որոնց մենք ինքներս ենք տիրապետում։ Հայաստանի եւս 2 խոշորագույն քաղաքների Գյումրիի ու Վանաձորի բնակիչներն ու հյուրերն այսուհետև կօգտվեն նորագույն ցանցից։ Թիմ Տելեկոմ Արմենիան այս քաղաքներում գործարկել է 5G ցանցը, որի շնորհիվ այստեղ բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ եւ հուսալիությամբ կօգտվեն բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Այսպիսով, թիմի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության 3 խոշորագույն քաղաքներում՝ Մայրաքաղաքում եւ Շիրակի ու Լոռու մարզկենտրոններում, մանրամասնում է Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Տարեսկզբից սկսել էինք լայնամասշտաբ բջջային ցանցի վերազինման աշխատանքներ եւ 4G ցանցի վերազինման աշխատանքները եւ 5G ցանցի ծածկույթի ընդլայնման։ Գրեթե 0-ից կառուցում ենք նոր սերնդի, նոր որակական չափանիշներով ցանց եւ այսօր կարող ենք փաստել, որ Գյումրիում եւ Վանաձորում ունենք արդեն 5G ծառայություն ամբողջությամբ հասանելի։
Նորագույն ցանցի կառուցումն ընկերությունն իրականացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան Ericsson գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Խոշոր քաղաքներում 5G ցանցի ներդրմանը զուգահեռ Թիմ Տելեկոմ Արմենիան շարունակում է իրականացնել նաև իր ռազմավարական ծրագրերից հերթականը՝ 2G ցանցի փոխարինումը։ Մենք գնում ենք նոր տիպի ցանցի կառուցման, որը հնարավորություն է տալու մեզ 2G ծածկույթը անջատել, որպեսզի մեր նոր սերնդի ցանցերում էլ ավելի լավ ծառայություններ կարողանանք մատուցել։ Այս քայլերը մեզ հնարավորություն կտան ավելի անվտանգ ցանց ունենալու եւ ավելի արդի եւ ավելի նորարարական լուծումներով հանդես գալու մեր բաժանորդների համար։ Թիմ Տելեկոմ Արմենիայի տնօրենն ընդգծում է, իրենց կարևորագույն նպատակն է, որ որակյալ եւ ժամանակակից ցանց գործի ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաեւ մարզերում, մեծ ու փոքր քաղաքներում։ Բնակավայրերում իրականացվող արդիականացմանը զուգահեռ ցանցի վերազինումն իրականացվում է նաեւ միջպետական ճանապարհներին, ապահովելով կապի ծառայությունների հուսալիությունը նաեւ երթևեկության ընթացքում, ասում է Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Վստահ եմ, որ մենք այնպիսի ցանց ենք կառուցում, որը դեռ տասնյակ տարի մեզ կպայի տեխնոլոգիաներին համահունչ հնարավորությունը ընձեռելու ենք ողջ Հայաստանի տարածքում, ոչ միայն Գյումրիում, Վանաձորում, Երևանում, այլ մյուս քաղաքներում եւ գյուղական վայրերում։ Թիմ Տելեկոմ Արմենիայում վստահ են, որ հաջորդ 2026 թվական ընկերությունը մուտք կգործի լիովին արդիական ցանցով եւ բարձր որակական չափանիշներով։ Աննա Հարությունյան, Ռադիոլուր։ Նաիրի համայնքում լայն թափով շինարարական աշխատանքներ են։ Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք կամ երբևէ չեն ասֆալտապատվել, կամ այնքան վաղուց, որ հետքն անգամ չկա հիմա։ Այս տարի Զովունի բնակավայրում նորոգումները սկսել են ջրագծերից, հետո միայն անցել ճանապարհներին։ Որոշ տեղերում ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքներից զատ ստիպված են լինում նաև նախագծային փոփոխություններ անել, իրարից հեռացնել կոյուղու ցանցն ու ջրագծերը։ 5 կոյուղատարի եւ ներկա նոր ջրագծի կառուցման աշխատանքների ժամանակ նախատեսված խողովակաշարը անցնում էր կոյուղու դիտահորի անմիջապես կողքով, որը որ թույլատրելի չէր եւ նախագծող կազմակերպության եւ համայնքի ղեկավարի հետ միասին քննարկումով խողովակաշարը տեղափոխեցինք։ Քասախ բնակավայրում եւս ջրատարների արդիականացման աշխատանքներ են իրականացնում։ Ռոռոկման համակարգի քայքայված խողովակաշարն արդեն ապամոնտաժել են, նորն են անցկացնում։ Բոլոր խողովակաշարերը անմխիթար վիճակում են եղել։ Փոխպատե խողովակաշարերը հակակոռոզիոնը արդեն նստեցված, լիքը բաստողումներ, ջրի արտահոսք, այս պայծրությամբ իրականացնում ենք այստեղ ռոռոկման համակարգի վերակառուցում։ Նպատակահարմարը, որ առնվազն 50 տարի եւ ավել պոլիէթիլենային խողովակը կաշխատի։ Զուգահեռ հիմնանորոգվում են բնակավայրի փողոցները, առաջնահերթ ընտրվում են կենտրոնական ճանապարհները, որոնք ավելի վատ վիճակում են, տասնյակ տարիներով քարուքան փողոցներն անճանաչելիորեն փոխվում են ամիսներ անց։ Քասախում զգալի մասն արդեն նորոգել, ասֆալտապատել են։ Այսօր արդեն գյուղական բնակավայրերում տեղադրվում է մոտավորապես 35 սանտիմետր հողային պաստառ, դրում է ավազը 10-15 խիճը եւ դրանից հետո 10 սանտի ասֆալտ, այսինքն 35 սանտիմետր շերտադրում, որը լիովի բավարար է, որպեսզի գյուղական բնակավայրերում այդ հարթությամբ շերտը աշխատի շատ երկար տարիներ։ 2025 թվականին Նաիրի համայնքը ունի շուրջ 4 միլիարդի սուբվենցիոն ծրագիր հաստատված, որը այս պահին գտնվում է ակտիվ շինարարական փուլում։ Այս պահին Նաիրի համայնքում իրականացվում է խմելու ջրագծերի, ռոռոկման ցանցի, կոյուղու, ասֆալտապատման աշխատանքներ, նաև այս պահին հիմնանորոգվում է Զովունի մշակութային կենտրոն ՀՕԱԿ-ի շենքը։ 1975-ին կառուցված մշակույթի կենտրոնը միշտ ակտիվ գործել է, բայց երբևէ չի հիմնանորոգվել։ Կենտրոնում կան սպորտային, մշակութային ու արհեստագործական խմբակներ, մոտ 300 պատանի է հաճախում, ոչ միայն Զովունուց, այլև անգամ Երևանի մոտակա թաղամասերից։ Կեսդարյա պատմություն ունեցող կառույցը արդիականացման լուրջ խնդիր ուներ։ Քանի որ մշակութային կենտրոնը ավելի քան 20 տարի չէր վերանորոգվել եւ թե պատերը, թե կտանիքը եւ թե հատակը մի խոսքով մաշված վիճակում են արդեն։ Ես վստահ եմ, որ վերանորոգումից հետո նոր պատերի, նոր հնարավորությունների դեպքում շատ ավելի շատ երեխաներ կցանկանան այցելել մշակութային կենտրոն։
8 բնակավայր եւ ավելի քան 41000 բնակիչ ունի Նայիրի խոշորացված համայնքը։ Այս տարիների ընթացքում կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ կարողացել են լուծել խնդիրների մեծ մասը։ Սուբվենցիոն գործիքը դարձել է ենթակառուցվածքների զարգացման հիմնական միջոցը։ Մանկապարտեզների վերանորոգման ժամանակ կառավարությունը 70% համաֆինանսավորում է անում։ Համայնքը չէր կարող հաստատ ինքը իր ուժերով այդ բոլոր աշխատանքներն անել։ Այսօր սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատումը 65% համայնքն է վճարում, 35% պետությունը, որը նաև 3 միլիարդի դեպքում մոտ 1 միլիարդ պետությունը համաֆինանսավորում է, որի արդյունքում կարողանում է համայնքը լայն ծավալի աշխատանքներ իրականացնել։ Խմելու ջուր, ոռոգում, կոյուղի 65% պետությունն է համաֆինանսավորում, 35% համայնքը։ Միանշանակ համայնքը մենակ եթե իր ֆինանսավորումով լներ, կաներ այդ աշխատանքի 30%-ը։ 2025-ի ընթացիկ ծրագրերի իրականացմանը զուգահեռ համայնքում քննարկում են հաջորդ տարվա անելիքները, նախատեսում են մանկապարտեզներ ու երաժշտական դպրոց նորոգել, բարեկարգել բնակելի շենքերի տանիքներն ու շքամուտքերը, շարունակել ենթակառուցվածքների զարգացման գործը։ Ռուսական զորքերը նոյեմբերի 8-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով Դնեպրում բարձրահարկ բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ եւ 1 զոհ։ Թիրախավորվել է նաեւ Կիևը, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսական կողմը հարվածել է Պոլտավայի էներգետիկ ենթակառուցվածքների, որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման մատակարարումների խնդիրներ կան։ Ռուսաստանի ՊՆՆ հայտնել է գիշերը 80-ից ավելի ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Բելգորոդի, Սարատովի եւ այլ մարզեր։ Տեղեկություններ կան, որ երկրի տարածքում որոշ օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Սպիտակ տանը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Հունգարիայի ղեկավարների հանդիպումը։ Բանակցություններից հետո Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը խոստացել է թուրքական հոսք եւ դրուժբա խողովակաշարերով ռուսական նավթ եւ գազ գնելու համար պատժամիջոցներ չսահմանել Բուդապեշտի նկատմամբ։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ ռուսական էներգակիրներից հրաժարվելն ավերիչ հետևանքներ կունենար իր երկրի համար։ Հոկտեմբերին Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ։ Դա նշանակում է, որ նրանցից նավթի գնորդները բախվելու են ամերիկյան երկրորդային պատժամիջոցների։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր բացառություններ չանել, այդ թվում Հունգարիայի համար։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները եւ Հունգարիան համաձայնության են եկել նաեւ միջուկային էներգիայի, հեղուկացված բնական գազի եւ զենքի գնման ոլորտներում գործակցության շուրջ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը եւ Օրբանն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Հունգարիայի վարչապետի ձևակերպմամբ իր երկիրը միակ է Եվրոպայում, որ ձգտում է խաղաղության, քանի որ եվրոպական մյուս կառավարությունները դեռ հավատում են, որ Ուկրաինան կարող է հաղթել։ Թրամփն էլ հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ինչ վերաբերում է Բուդապեշտում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ այն տեղի կունենա եւ կարեւոր արդյունքներ կտա։ Համասն Իսրայելին է հանձնել եւս մեկ պատանդի աջոնային Կարմիր խաչի միջոցով Գազայի հարավից տեղափոխվել է Թել Ավիվ նույնականացման։ ՑՀԼ խմբավորումից պահանջել է շարունակել հրադադարի գործարքի կյանքի կոչումը եւ փոխանցել մնացած աջոնները։ Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած մարմինները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց։ Եթե նույնականացման արդյունքում հաստատվի, որ փոխանցված աջոնը պատկանում է իսրայելցի գերիներից մեկին, ապա Համասին պետք կլինի վերադարձնել եւս 5 աջոն, ընդհանուր 28-ից։ Պաղեստինյան շարժումը հայտարարել է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է, ինչը բարդացնում է որոնումը։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, եթե Համասը խախտի հրադադարի պայմանները եւ չվերադարձնի բոլոր աջոնները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Սահմանային բախումներից հետո Պակիստանի եւ Աֆղանստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են։ Դրանք անցել են Ստամբուլում, սակայն կրկին անարդյունք։ Բլումբերգի տվյալով թալիբները հրաժարվել են սահմանին զինյալների հարձակումները դադարեցնելու հստակ երաշխիքներ տրամադրել։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակցությունները փակուղում են, ինչն ընդունում են նաեւ միջնորդները Կատարը եւ Թուրքիան։ Հոկտեմբերին Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Պակիստանը մեղադրել է թալիբներին Իսլամաբադի համար
համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Այնուհանդերձ օրեր անց կողմերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել եւ բանակցություններ սկսել։ Մինչ այժմ սահմանին մասշտաբային միջադեպեր դեռ չեն գրանցվել։ Ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանի հրավերով Սյունիքում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նրանց էր միացել նաեւ Ազգային ժողովի падգամավոր Նարեկ Բաբայանը։ Ֆուտբոլային պատվիրակությունը 2 օրում եղավ Սյունիքի հարավի բոլոր մեծ մարզադաշտերում։ Մեր մարզում ֆուտբոլի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն։ Միայն Սյունիք ակումբում մարզվում է 1000 երեխա ու պատանի։ Ֆուտբոլային դպրոցներ կան բոլոր քաղաքներում, բայց ամենտեղ չէ, որ ենթակառուցվածքները բավարարում են պահանջներին։ Անմխիթար վիճակում է Ագարակի մարզադաշտը։ Հարցը լուծելու համար ուժերը միավորել են Խոստանում համայնքապետարանն ու Ագարակի պղնձամոլիվենային կոմբինատը։ Ունենք 4 խումբ եւ ակտիվ մասնակցում են բոլոր խաղերին։ Կա պահանջարկ, իհարկե Մեղրի ստադիոնը մեկ մարզադաշտը արդեն սուբվենցիոն ծրագրով 91 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքները արդեն կատարվում են։ Իհարկե ագարակներ որպես մեծ քաղաք, ասեցի, որ երկու մասի է բաժանված, էլի 5000 բնակչություն կա, մեկ էլ ենք շահագրգռված, որ Ագարակում էլ լինի ստադիոն։ Если մարզ захочет сюда вложить деньги, Եթե պետությունը, մարզը, համայնքը ցանկանում են այս գործում ներդրում ունենալ, մենք էլ կմիանանք, եւ սա չտեսնված վայր կդառնա։ Ինքս հետաքրքրված եմ, որ այս մարզադաշտը վերանորոգվի, եւ երբ լինի նախագիծ, իհարկե կոմբինատը ֆինանսական մասնակցություն կունենա։ Ես հաճախ եմ գալիս այստեղ վազելու եւ միշտ մտածել եմ, թե ինչպես կփոխվի քաղաքի տեսքը, եթե այս մարզադաշտը վերանորոգված լինի։ Ագարակի մարզադաշտը հավուր պատշաճի նորոգելու համար նախնական հաշվարկով մի քանի 100 միլիոն դրամ է պետք։ Պիտի հարթեցվի ու խոտածածկվի դաշտը, կառուցվեն հանդերձարաններ, սանհանգույց, վերանորոգման կարիք ունի նաև տրիբունան։ Մենք շատ ուրախ ենք, որ Սյունիք ֆուտբոլային ակումբը այստեղ ֆինանսավորում է մի քանի մանկապատանեկան թիմ կամ մարզիչներ, որոնք մեզ մոտ վերապատրաստում են անցնում, բայց առաջին հերթին ենթակառուցվածքի հարցը պետք է լուծվի եւ դա սկզբունքային է, որովհետեւ դաշտը իհարկե չի համապատասխանում այս պայդրությամբ ոչ մի պահանջի։ Սա կարող է փոխել նաև համայնքի կյանքը, այն առումով, որ ավելի շատ երեխաներ կներգրավեն ֆուտբոլում, սոցիալականացվեն, որ առաջին մեր նպատակն է, դեռևս մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլը եւ պրոֆեսիոնալ սպորտը, ես կարծում եմ մենք կհաջողենք եւ այստեղ կփորձենք համատեղ ուժերով կառուցել այս խաղադաշտը։ Քաջարանում մի քանի մարզադաշտ կա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքով դրանք իզորու են սպասարկելու միայն մանկապատանեկան խաղեր։ Չնայած նորոգված ենթակառուցվածքներին ու խնամված տեսքին, հանքագործների քաղաքի ամենամեծ մարզադաշտը փոքր է առաջին լիգայի խաղեր ընդունելու համար։ Բայց բնական չէ։ Ֆուտբոլային պատվիրակությունը հասցնում է նաև խաղ դիտել մարզկենտրոնում։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Կապանից ջերմ հիշողություններ ունի։ Ասում է քաղաքը փոխվել է, բայց սյունեցի ֆուտբոլիստների պայքարող տեսակը ոչ։ Հորդորում է շատ ուշադիր լինել, հատկապես մարզաձևը նոր ընտրած երեխաների նկատմամբ։ Առաջինը ասեմ, որ Կապան քաղաքը ֆուտբոլային քաղաք է։ Երկար տարիներ ես եկել եմ որպես ֆուտբոլիստ եւ մրցակցել եմ Կապանի թիմի Գանձասարի հետ, հիշում եմ նոր հիմա նայում էի խաղը ու ինքս հիշում էի ոնց է ես այս դաշտում խաղում ու այսօր էլ շատ բան չի փոխվել, նույն ձևի Կապանի թիմը ցույց է տալի բնավորություն, մրցակցություն է ցույց տալի, պայքար է ցույց տալի, բնավորություն է ցույց տալի, այդ ամեն ինչը մնացել է։ Հարավի թերևս միակ համապատասխան մարզադաշտը Կապանինն է։ Այստեղ առաջին խմբի խաղեր հյուրընկալել կարելի է, բայց բարձրագույն լիգան ունի հստակ պահանջներ, որին մարզադաշտը չի համապատասխանում։ Սյունիք ֆուտբոլային ակումբի տնօրեն Վարդան Ջհանյանը շեշտում է. միտքը, որ անկախ արդյունքից սյունիքցիները չեն ընդգրկվի բարձրագույն լիգայում, իրեն անհանգստացնում է ֆուտբոլիստների մոտ պակասեցնում մոտիվացիան։ Մեր թիմը, առաջին թիմը, որ պետքա բարձրագույնում խաղար, հիմնական պատճառը հանդիսացավ մարզադաշտի ոչ պատրաստ լինելը բարձրագույն մասնակցելու համար եւ մեր երեխաների համար էլ դա կարեւոր, այսինքն երեխաները պետքա տեսնեն այդ աճի մինչեւ վերջ այդ հաջորդականությունը, մինչեւ բարձրագույն խմբում խաղալը եւ առաջնային այսօրվա խնդիրը դա Կապանի մարզադաշտի խնդիրն է, հուսով ենք, որ այդ հարցը կլուծվի եւ կառավարությունն է դրանով զբաղվում եւ բոլոր այդ գերատեսչությունները պատասխան
պատասխանատու դրանով զբաղվում են, հուսով ենք տարիներ շարունակող այս հարցը կլուծվի, այսինքն մարզադաշտը պետությունը կգնի սեփականատիրոջից եւ արդեն պետությունը եւ գուցե նաեւ ուրիշ ներդրողներ փող կծախսեն այդ մարզադաշտը բարելավելու վրա։ Այսպիսի այցերը կարևոր են, քանի որ ցանկացած խնդիր լուծվում է, երբ դրա մասին տեղյակ են բոլոր պատասխանատու կառույցները, ամփոփում է Դավիթ Դանիելյանը։ Շեշտում անհրաժեշտ է հետևողական լինել, որ Սյունիք ակումբում խաղացողներին ոչինչ չխանգարի առաջընթաց գրանցելու համար։ Ագարակցիներին էլ հուսադրում է, այս այցը տեղի մարզադաշտի համար գործնական քայլերի մեկնարկ է խորհրդանշում։ Նախնական պայմանավորվածություն կա արդեն նախագծման աշխատանքներ մեկնարկելու Ագարակի ֆուտբոլի մարզադաշտի մասով եւ ավելի հստակ պատկերացնելու թե ինչ գումարի մասին է խոսքը։ Մոտավորապես ճանապարհին քարտեզ ունենք ոնց ենք սկսելու մարզադաշտի վերանորոգումը եւ շատ կարեւորում են որ Հայաստանի ամենահարավային հատվածում ֆուտբոլի զարգացման տրամաբանության մասսայական սպորտի զարգացման տրամաբանության առումով շատ կարեւորում են որ Ագարակի մարզադաշտը բերվի այն մակարդակի որ Հայաստանի առողջության խաղեր անցկացվեն։ Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է աշխատանքները Ապօյինի զենք զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել քրեական ոստիկանության ծառայողները։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում Ապօյինի պահում են զենք զինամթերք։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խոզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում եւ 9 ավտոմեքենաներում։ Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաեւ թմրանյութ, կոկային, մարիխուանա եւ մեթադոնային լուծույթ։ 29 անձ ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։